Միջին Արևելքի այս պատերազմը իրանյան, ամերիկյան, հրեական արդեն տևակոխեց մոտ 20-րդ օրը։ Դժբախտաբար Լիբանանի համար շատ ավելի ծանր եղավ, երբ ազգակցությունը որոշեց հրթիռագործել Հյուսիսային Հրեաստանը, որուն պատասխանը շատ արագ մի քանի ժամվա մեջ հրահանգվեցավ բարբեր հարավային Լիբանանի գարկմը շրջաններ եւ մեծ գյուղեր, ավելի ճիշտ, որբեսի այդտեղ ըստերովույթին բուֆերային զոն մգազմել, այդտեղի բնակչությունը չվերադառնա քոնե 10 տարի իրենց հողերը։ Նույն ձևով հրահանգվեցավ Բեյրութի հարավային արվարձանները բարբել իր բնակչությունն եւ ահավասիկ ունեցանք մոտավորապես 1 միլիոն քաղաքականներ, որոնք հասան Բեյրութի բոլոր շրջանները, մինչև հայահոտ շրջանները։ Դերևեցան մարզավաններու մեջ, թվրոցներու մեջ, բայց բարեբախտաբար մեր թվրոցները բաց էին իրենց դռները մեր հայ աշակերտներուն համար չկարողացան մտնել։ Բայց դժբախտաբար այստեղ ստեղծվեցավ մեծ ընկերային, տնտեսական, առողջապահական ծանր պայմաններ, որոնց պետք է դիմակրավել։ Այդ պատճառով մենք կուսակցություններու, երեք կուսակցություններու հանդիպեցանք եւ կհանդիպենք, որովհետեւ դիմակրավենք այս դժվարությունը։ Լավ քաչ գիտնալով, որ եթե այս պատերազմը շարունակվի, շատ ավելի ծանր պիտի լա եւ պիտի նույնիսկ մեր հայ համայնքը պիտի աստվի տնտեսականորեն։ Որոշվեցավ հանձնախումբ կազմվի, որովհետեւ այս հանձնախումբը կարողանա իր օգտաշատ կարողություններով դեր կանգնել մեր համայնքին։ Բարեբախտաբար մեր համայնքը միշտ միասնական եղած է եւ այդպես ալ պիտի շարունակվի։ Անշուշտ Լիբանանի առաջին օրեն 75 թվականին քանի անգամներ այսպիսի պատերազմներն անցել ենք, վստահ որ այս ալ պիտի անցնենք, գիտենք որ այս վերջինը շատ ավելի ծանր է, քան թե մյուսները, հույսով որ միշտ կսենք որ այսի վերջինը պիտի լա, բայց դժբախտաբար միշտ վերջին դերը կլա, այնպես որ անպայման պիտի դիմակրավենք այս ծանր օրերը։ Հույսով ենք որ խելքի կան մեծ երկիրները եւ չկարողանան ավելի երկարել այս պատերազմը, դժբախտաբար պատերազմները կսկսին կարծելով որ 15 օր, 20 օր կդեվե, բայց դժբախտաբար մեզի մտցուցին փաբուղի, ինչպես դուրս պիտի կանք չեմ դեր։ Հույսով ենք որ մեր միասնական կամքով Լիբանան հայությունը պիտի անցնի այս դժվար օրերեն եւ վերականգնի իր վաղեմնի օրերը։